Dear Prime Minister Pashinyan, dear Ursula, allow me to begin by offering my warmest congratulations to Prime Minister Pashinyan on the success of the summit of the European political community and today's also նույնպես պատմական երբևէ առաջին Եվրոպական միության եւ Հայաստանի գաղափարաժողովի կապակցությամբ սրանք երևելի ձեռքբերումներ են եւ ձեր առաջնորդության վկայությունն են շնորհակալ եմ նաեւ ձեր եւ ձեր թիմի կողմից մեզ Երևանում ընձեռած շռայլ եւ բացառիկ հյուրընկալության համար այսօրվա գաղափարաժողովը կարևոր ուղանիշ է Եվրամիության եւ Հայաստանի միջև գործընկերության խորացման մեջ։ Այն արտացոլում է վերջին տարիների նշանակալի նվաճումները եւ քաղաքացիների ձեռնարկությունների եւ հասարակությունների համար շոշափելի օգուտներ բերելու մեր ընդհանուր հավակնությանը։ Ճշմարիտ է, սիրելի Նիկոլ։ Հայաստանի աշխարհագրական դիրքը չի փոխվել, բայց դուք արմատապես փոխել եք պայմանները ձեր երկրում տիրող։ Ես ցանկանում եմ դրվատանքի խոսքեր ասել ժողովրդավարական դիմակայուն եւ բարեկեցիկ Հայաստանի ձեր տեսլականի կապակցությամբ։ Եվրամիությունը ուժգնորեն աջակցում է Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգին, ներառյալ մեր կողմից տեխնիկական եւ ֆինանսական օժանդակության միջոցով։ Դուք նաեւ խիզախություն եւ պետական մտածողություն եք դրսեւորել, գերակայություն վերագրելով խաղաղության եւ երկրի համար ավելի լավ ապագային։ Երեք եվրոպական քաղաքական համայնքի գաղափարաժողովի նախագահ Ալիևի մասնակցությունը ձեր երկու երկրների միջև նոր մթնոլորտի վկայությունն է։ Կայուն եւ բարեկեցիկ հարավային Կովկասը Հայաստանի ապագայի գրավականն է եւ Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել տարածաշրջանային խաղաղությանը եւ նորմալացման գործընթացին Ձեզ հետ զուգընթաց աշխատելով հանուն այդ ապագան միասին կերտելու։ Հայաստանը դարձել է Եվրոպայի եւ Ասիայի միջև փոխկապակցվածության հանգույց։ Եվրոպական միությունը Հայաստանի եւ ավելի ընդգրկուն տարածաշրջանի համար խոշոր երկարաժամկետ գործընկեր է հանդիսանում։ Ավելի ուժեղ տրանսպորտային, էներգետիկ եւ քննաշային փոխկապակցվածության միջոցով մենք կարող ենք վստահություն խրախուսել, աշխատատեղեր ստեղծել եւ հարևաններին մերձեցնել համատեղ բարեկեցության միջոցով, որը տևական խաղաղության ամենից արդյունավետ հիմքն է հանդիսանում։ Հայաստանը կարող է ապավինել Եվրոպական միությանը այս փոխակերպող ուղին միասին անցնելու համար։ Մենք հավասարապես հանձնառու ենք աջակցել Հայաստանի դիմակայությանը եւ ազգային անվտանգությանը։ Հայաստանում Եվրամիության նոր գործընկերության առաքելությունը կօգնի ամրացնել ճգնաժամերին արձագանքելու կարողությունը եւ կնպաստի երկրի երկարաժամկետ կայունությանը։ Ավարտելով գաղափարաժողովը կցանկանայի ընդգծել մեր համատեղ առաջընթացի նվաճումները։ Մեր հետապնդած ընդհանուր նպատակները՝ կայունություն, ժողովրդավարություն, խաղաղություն եւ Հայաստանի համար բարեկեցություն։ Մենք շարունակելու ենք ուղղորդել մեր ջանքերը հետայսու վարչապետ Փաշինյան կրկին շնորհակալություն եմ ձեզ հայտնում մեզ հյուրընկալելու համար եւ մեր քննարկումների համագործակցային ոգու համար։ Մենք ակնկալում ենք շարունակել այս կենսական աշխատանքը միասին գալիք տարիների ընթացքում։ Շատ շնորհակալություն։